Լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում քաղաքացի Հովհաննես Թումանյան հաղորդաշարը, բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, տաղավարում հաղորդման հեղինակն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը եւ ես Գարեգին Խումարյան, ինչպես եւ պայմանավորվել ենք անցած հաղորդման ժամանակ, շարունակում ենք խոսել հայ եկեղեցու եւ հայ եկեղեցու առաջնորդների հասարակական ու ինստիտուցիոնալ դերի մասին, հետաքրքիր հոդված կա, որը Նարինեն այսօր կներկայացնի։ Խնդրեմ Նարինե։ Դե մենք անցած անգամ բավական խոսեցինք Ղրիմյան Իզմիրլյան կաթողիկոսների գործունեության մասին եւ Թումանյանի վերաբերմունքի մասին, բայց ես կուզենամ ընթերցել հենց այդպես վերնագրված Ղրիմյան եւ Իզմիրլյան 1910 թիվնորից, որտեղ համեմատական է անում Թումանյանը այս երկու վեհապարների։ Գրում է Թումանյանը. երկուսն էլ հոգեվորական էին բառի լայն իմաստով, երկուսն էլ սիրում էին Սուրբ Գիրքը ու նվիրված էին հայրենի եկեղեցուն։ Երկուսն էլ ունեին իրենց հավանած մարդիկը հոգեվորականների մեջ, բայց առհասարակ չէին սիրում հոգեվորականությանը։ Իզմիրլյանը մինչև անգամ զգուշանում էր հոգեվորականներից, իսկ Ղրիմյանը առանձին թշնամություն ուներ աստվածաբանների դեմ։ Երկուսի մասին էլ կարծիք էր տարածված, թե հեղափոխական մարդիկ էին, բայց երկուսն էլ ուրույն հայացք ունեին հեղափոխության վրա եւ ատում էին արյունը։ Շատ հետաքրքիր բարբերություն է։ Երկուսն էլ վշտով էին հիշում Գոլիցինյան օրերը եւ առանձին հաճույքով էին կանգ առնում ներկա փոխարքայի վրա, Դաշկովի մասին է խոսքը։ Բայց ավելի շատ են այն կետերը, որոնցով նրանք տարբերվում էին իրարից։ Իզմիրլյանը պատկառում ու ճնշվում էր կաթողիկոսական գահից, իսկ Ղրիմյանը թեթև աչքով էր նայում գահի վրա եւ մինչեւ անգամ ոտանավոր էր գրում, թե Քրիստոսի հետևողին անվայել է գահը։ Իզմիրլյանը գահն էր իրենից բարձր նկատում, Ղրիմյանը իրեն էր գահից բարձր համարում։ Իզմիրլյանը մի տեսակ քաշվում էր, երբ ասում էին ձերդ վեհապարություն։ Ղրիմյանը նեղանում էր եւ սիրում էր, որ իրեն հայրիկ կոչեն։ Հայոց հայրիկ։ Շատ ակրեն ձերդ վեհապարություն դիմումի ձև է եղել, այսինքն։ Հիմա մենք ասում ենք նորին սուրբոցություն, փաստորեն ձերդ վեհապարություն։ Անցյալ դարում դեռ ընդունելի է եղել։ Ձերդը ոնց որ ավելի աշխարհիկ չէ, այնց բան։ Առաջին անգամ լսում, երբեք ականջովս չի։ Կայսերական չգիտեմ ինչ։ Ձերդ վեհապարություն։ Ռուսերեն ասում, վаше привасвященство ասում են կաթոլիկ տրադիցիայում։ Ձերդ սուրբոցություն, նորին սուրբոցություն, ձերդ վեհապարություն, շատ հետաքրքիր է, հիշեցի ես մեկը, լավ։ Իզմիրլյանը միշտ եւ միայն գործից էր խոսում։ Ղրիմյանը գործից չէր խոսում եւ ձանձրանում էր գործից խոսել։ Իզմիրլյանը մարդկանց մոտեցնում էր գործի համար, Ղրիմյանը զրույցի։ Իզմիրլյանը սիրում էր խորհուրդ հարցնել, Ղրիմյանը վիրավորվում էր, երբ խորհուրդ էին տալիս։ Իզմիրլյանը աչը չէր տալիս համբուրելու, Ղրիմյանը միշտ մեկնում էր, որ համբուրեն։ Շատ հակասական է, ասում է Քրիստոսի պաշակերտը գահ չպետք է ունենա, բայց ձեր խայն ամենայնիվ մեկնում է։ Այո, Իզմիրլյանը ազնիվ մարդիկ էր որոնում, Ղրիմյանը ջերմ երկրպագուն էր։ Իզմիրլյանը մարդկանց հարգանքով էր վերաբերվում, Ղրիմյանը հեգնանքով։ Իզմիրլյանը միշտ լուրջ ձևով էր խոսում, Ղրիմյանը երբեմն էր լուրջ ձևով խոսում, իսկ միշտ հեգնելով ու կատակով։ Իզմիրլյանը պարզ էր ու բաց սիրտ, Ղրիմյանը բարդ էր ու խորը։ Իզմիրլյանը դյուրազգաց էր ու հուզվող, Ղրիմյանը կամահրող ու հանդարտ։ Իզմիրլյանը օրենքից էր խոսում, Ղրիմյանը ավետարանից։ Իզմիրլյանը սրտալի ու շիտակ գործիչ էր, Ղրիմյանը խորամիտ փիլիսոփա։ Իզմիրլյանը անկասկած մաքուր էր, Ղրիմյանը անպայման մեծ։ Երկու տարբեր խառնվածքի տեր վեհապարներ, բայց որոնք ունեին մեկ ընդհանուր նպատակ եւ գիտակցում կաթողիկոս լինելու։ Այսինքն երկուսի դեպքում էլ իրենց նպատակը ժողովրդին կամ հոտին, ինչպես եկեղեցական, այսպես տերմինաբանությամբ հավանաբար ասվում է, հայրություն անելն էր, առաջնորդի դեր կատարելն էր։ Թե ով ինչպես, դրանք տարբեր ճանապարհներ էին։ Կարևորը նպատակն էր։ Հայրերն էլ են տարբեր, դաստիարակության մեթոդներն էլ են տարբեր, իհարկե։ Ընտանիքում եղած դրվածքներն էլ են տարբեր։ Իհարկե։ Նարինե, մեր 21-րդ ոչ այդքան լավ դարում, մենք խոսում ենք եկեղեցու մասին, մենք ուղղակիորեն չենք ասում, բայց ռադիոլսողներն է հասկանում, վստահ եմ, այդ համամիտ է, որ ճգնաժամ կա։ Խնդիրն այն է, որ ճգնաժամը գլոբալ է։ Նախորդ Պապը Հռոմի, որը աննախադեպ մի բան, կարգալույծ եղավ, ինքն իրենով գնաց։ Ասում են ինքը գնաց, որովհետև ինքը զգաց, որ ինքը չի կարողանում առնել ճգնաժամի դեմ։ Ինքը մինչ Պապ դառնալը Սրբազան ինկվիզիցիան էր ղեկավարում, ու երբ փորձեց անել այն, ինչ ուզում է անել, այնպիսի մի ընդդիմության հանդիպեց, որ հասկացավ, որ դիցոք ամենամեծը կաթոլիկ եկեղեցին ձևափոխելու ու նորոգելը իր մոտ չի ստացվում։ Ուղղափառ եկեղեցին Հունաստանում, սլավոնական երկրներում շատ անմխիթար է։ Ռուս պատրիարքին
ինչ ասես որ չեն ասում հենց Ռուսաստանում, հենց հավատավորները կամ աթեիստները, բոլորը, այսինքն բրիտանական, անգլիկան եկեղեցում սկսել են Ղուրան կարդալ, նարինե։ Ղուրան են կարդում։ Ինչի, որովհետև իդեպ դա շատ հետաքրքիր անգլիկան եկեղեցին ի տարբերություն հայ եկեղեցու, ինքը պետական եկեղեցի է սահմանադրությամբ, այսինքն այնտեղ տարանջատված չի։ Եվ Թագուհին ղեկավարում է եկեղեցին իբրև ղեկավար, բայց այնտեղ հիմա շատ լուրջ խոսում են, իսկ արդյոք չարժի պատարակների ու ծեսերի ժամանակ նաև Ղուրանից ընթերցումներ անել, որովհետև հյուրեր են լինում, ահմեդական բնակչություն կա ահագին, մարդիկ մտածում են արժի պղծել եկեղեցին, թե չարժի պղծել եկեղեցին։ Հիմա ես կուզեի մի փոքր վերացականանանք Հայաստանից ու հայ եկեղեցու, գուցե անիծված լինեմ այս բառերի համար, բայց այնուամենայնիվ ճգնաժամից ու մի փոքր փորձեն գլոբալ նայել 21-րդ դարում եկեղեցուն տեղ մնացել է մեր իմ ու ձեր մեր ռադիոլսողների եկեղեցին կա այնքանով որքանով այն կա մեր կենցաղում ձեր կենցաղում եկեղեցուն դեր մնացել է Նարինե ես չէի ուզենա որ եկեղեցին կենցաղային հարթության վրա իջներ եւ եկեղեցին ընկալվեր որպես հենց կենցաղի մի ատրիբուտ ինչ կապ ունի կենցաղի հետ եկեղեցին այստեղ լրիվ ուրիշ այսինքն կենցաղ բառը կյանք բառով փոխարինենք ձեր կյանքում եկեղեցուն տեղ մնացել է ինչ ինքը պետք է ձեզ համար անի որ չի անում չէ դուք նախ եկեղեցի ասելով ինչ եք հասկանում իրան հիերարխիան եկեղեցու եկեղեցին որպես կառույց վարդապետությունը եկեղեցին որպես կառույց ես կարծում եմ որ կա ու միշտ էլ կլինի այդտեղը ձեր առօրյայում ես չեմ խոսում Գյումրիի մասին դեպքերի ժամանակ չէ առօրյայում անշուշտ առօրյայում ինչ պետք է անի որ չի անում դե ես հիմա ճիշտ ասած չեմ ուզենա այդ մասին խոսել ես կետերով այսինքն ինչ պիտի անի որ չի անում ես կուզենամ որ այսինքն ինչի պահանջ ես ինքս ունեմ ես կուզենամ որ եկեղեցին շատ ավելի ազատ լինի այնպեսին ինչպեսին հենց քրիստոնեությունն է բայց ես նաև հասկանում եմ որ այնտեղ որտեղ կա այդ քիչ առաջ այդ բառն ասացի հիերարխիա աստիճանավոր էսպես բան կադրային գուցե եկեղեցու դեպքում սխալ է այդ բառը բայց ամեն դեպքում պատկերավոր լինի որեն խնդիրներ էլ կլինեն միշտ եկեղեցին ինչպես քրիստոնեությունը ինքը ազատ պիտի լինի եւ երբեք չփորձի ես չգիտեմ արդյոք դա անում է թե ոչ իսկ որտեղ է նա կաշկանդված Նարինե ասում եք ազատ պետք է լինի ինչու ազատ չէ չէ իր ներսում ազատ այն առումով որ իր քարոզչության մեջ իր քարոզների մեջ նույն պատարակների ժամանակ չէ որ պատարակիչը նաեւ քարոզ է կարդում այդ քարոզները օրինակ ես շատ կուզենայի որ ոչ թե վախեցնող լինեին, կաշկանդող լինեին մարդու մտքի թռիչքը կամ ազատությունները, այլ հակառակը բացող, այդպեսի շատ հոգևորականներ կան, ասեմ ձեզ, որ պատարակների ժամանակ քարոզ են կարդում եւ դու ճախրում ես։ Ոչ թե Սրբազան Մաշալյանին հիշեցի մի անգամից այստեղից խոսում։ Ոչ թե ճախրում ես, որովհետեւ անջատվում ես, չգիտեմ ինչեր ես լինում, այլ որ առողջանում ես։ Բայց կան քարոզներ, որ քեզ ճնշում են, վախի բան են առաջացնում մեջդ ոնց կարող է Աստծոն վերաբերյալ գիտելիքը վախ առաջացնի, չէ՞, այսինքն վախ սերմանի, երկյուղ, ինչ որ բանի, բայց վախ, հանկարծ այսպես չանեք այնպես կլինի եւ այլն։ Այդ մի քիչ ձևական բաները, որ ասենք երբեմն ինձ կարող են խանգարել։ Եվ ոնց ասեմ, որ սխալ հանկարծ չընկալվի, որովհետեւ սա շատ զգայուն հարց է։ Այսօր 21-րդ դարն է եւ այդ քարոզների մեջ դա պիտի հաշվի առնել։ Երբ որ խոսում են Մովսեսից ու 5 կտակարանից, ինչ որ բաների մասին, առակների մասին, գիտեք, այն ինչ որ կարելի էր 1000 տարի առաջ ասել ու համոզել, այսօր դա չի հնարավոր չի։ Ինչու պիտի մեր եկեղեցին 5 կտակարանը ցիտի։ Տեր Աստված, բա ինչը ցիտի։ Նոր կտակարանը, միայն Քրիստոսի կյանքը։ Հասկանում եք, լուրջ եմ ասում։ Ինչ կապ ունի Աբրահամը, Մովսեսը։ Հասկանում եք, սրանք ինչ որ պատմություններ են ոչ մեզ հետ կապված։ Ես խոսել եմ այս մասին հոգևորականի հետ։ Ասել է, եթե սա չլիներ, Քրիստոսը չէր լինի։ Իհարկե չէր լինի։ Սա այն միջավայրն է, որտեղ որ Քրիստոսը է։ Ու եթե դուք դա չգիտեք, դուք չեք կարող հասկանալ նոր կտակարանի իմաստը։ Բայց այդ օրենքը պետք չի փաթաթել այսօր մարդկանց վրա։ Մովսեսի օրենքը, չգիտեմ ինչի օրենքը։ Ինչ կա Մովսեսի օրենքի մեջ, որ ձեր այսօրվա կյանքի հետ չի բռնում։ Չարու եւ բարու վերաբերյալ ձեր պատկերացումների կոնֆլիկտի մեջ։ Այլ այդ կենցաղային մակարդակում այդ 5 կտակարանյան պատմությունները այսօր ձանձրալի են։ Ես հիմա 5 կտակարանից պատերազմներն եմ կարդում, առաջարկում եմ ձեզ էլ կարդալ։ Դատավորների առաջին հատված։ Շատ հետաքրքիր է։ Ինչպես է պետք պատերազմել, քոքահան անել թշնամիներին։ Նարինե, ես էլի կուզեի, որ մենք գլոբալ հարթակի վրա նայենք։ Եկեք մի պահ վերացականանանք, հա, պատկերացնենք, այ, չգիտեմ, 451 թվականից առաջ ենք գտնվում, չի եղել Քաղքեդոնի ժողովը, եկեղեցին ընդհանրական է։ Որպես այ հենց մեզանից մի 300 կիլոմետր դեպի հարավ տեսնում եք ինչեր են տեղի ունենում իսլամական պետություն այդ ձեր կարծիքով քրիստոնեական աշխարհը այսօր այդ թվում եւ մենք այնպեսին ինչպեսին որ է
Որպես քաղաքակրթություն ինքը մրցունակ է գլուխ բարձրացնող ու այսպես մեջքը բացող երկրորդ անգամ արդեն պատմության ընթացքում իսլամի նկատմամբ։ Ում դարն է լինելու 21-րդը, այսպես ասեմ, իմանալով այն, ինչ մենք գիտենք։ Շատ լուրջ հարց եք տալիս, բայց կարծում եմ, որ քրիստոնեությունը իր ուժով եւ մարդասիրությամբ կարող է եւ անպայման կանի հաղթանակի կհասնի վերջապես այս խժդժությունների մեջ։ Այստեղ խնդիրը, որ քրիստոնեական բարությունը հենց քրիստոնյաների մեջ չընկալվի որպես թուլության նշան։ Լինել քրիստոնյա նշանակում է լինել ուժեղ, որտեղ հիմքը սերն է, չէ՞։ Ուրեմն, երբ որ հարկ եղավ, շատ դեպքերում պատերազմների ժամանակ եւ մեր վերջին պատերազմի Արցախյան նորից խաչը սուր էր դարձել եւ հաղթանակ տարել։ Ուզում ասել, լինել քրիստոնյա չի նշանակում գլխիկոր լինել, ընդհակառակը նշանակում է լինել ուժեղ։ Ուրեմն, ինչքան դու ճիշտ ես ընկալում քրիստոնեությունը եւ վարդապետությունը, այնքան դու ուժեղ ես։ Ձեր տպավորությամբ այսօր քրիստոնեական աշխարհ, քրիստոնեական քիչ թե շատ ընդհանրական քաղաքակրթություն եզրույթը տեղին է թե ոչ։ Ես մի անցումային հարցել տամ, կհասկանաք ինչ եմ հարցնում։ Այդտեսեք Թումանյանի ժամանակ, երբ հայ ժողովրդի համար ու արևելքի քրիստոնյաների համար առհասարակ ամենավատ շրջանն էր Դիոկլետիանոսի հալածանքներից հետո, աշխարհը, քրիստոնյա աշխարհը, չեմ ասում քաղաքական առաջնորդների մասին, խոսում եմ պարզ հասարակ եկեղեցու անդամների մասին, հոգևորականների մասին։ Այն ամերիկացիները, որ եկան արևմտյան Հայաստանով մեկ որբերին սկսեցին հետ գնել, միսիոներները, նույն Ռուսաստանից այդ համաքրիստոնեական մոտիվներով եկած այստեղ մարդիկ, ես չեմ խոսում պետությունների ու պետական քաղաքականության մասին, ես խոսում քրիստոնյա մարդու ընկալման մասին։ 15 թվականին ու առաջին աշխարհամարտի ժամանակ մենք ակնհայտորեն ներմարտկային հարաբերությունների կտրվածքով մենք զգացել ենք մեր հավատակիցների, եթե ոչ շատ շոշափելի օգնությունը, ապա գոնե զորակցությունը։ Հիմա տեսեք, 21-րդ դարն է, 100 տարի անցել 2015 թվականը, ամեն աստծու օր Աֆրիկայում Բոկո Հարամ խմբավորումը ցեղասպանության է ենթարկում քրիստոնյաների։ Բառի բուն իմաստով ցեղասպանության։ Այն ընթացքում, երբ Փարիզում տեղի ունեցան այդ իրադարձությունները, դրան զուգահեռ հարյուրավոր մարդկանց հավատի համար մորթեցին այնտեղ։ Ամբողջ առաջավոր արևելքը, որ առաջ քրիստոնեության բնօրրան էր, Իրաքի հյուսիս, Սիրիա, այսինքն այդ արամեախոս տարածաշրջանը, բնաջնջվում է, այդ թվում եւ հայկական եկեղեցիները։ 1000 տարի առաջ, եթե լիներ իսլամական պետություն, իսլամական պետության նման ինչ-որ մի բան, խաչակրած արշավանք էր միանգամից, այսինքն ուժեղ պինդ տղաները Եվրոպայից կնստեին իրենց մեծ ձիերը ու կգային տրորելու, ինչպես եւ եղել էր։ Ուրիշ բան, որ Պապը իր հաշիվները ուներ, որ Երուսաղեմ էր տեղի, ես խոսում անձնական մոտիվացիայի մասին եմ խոսում։ Այսօր քրիստոնեական աշխարհը, քանի հազար մարդ ձեր կարծիքով կարողանա զորակոչել խաչակրած արշավանքի համար, եթե այդպիսի խնդիր առաջանա։ Չգիտեմ, բայց ինչ նկատի ունի, հարցնում եք, կա արդյոք հիմա քրիստոնյա աշխարհ թե չէ։ Դե էկումենիկ այդ ժողովներ, չգիտեմ ինչեր, չէ, բայց ֆունդամենտալ իսլամի դեմ պայքարի համար երևի եկեղեցիները թողնում են աշխարհիկ իշխանություններին արտոնությունը այդ հարցը լուծելու։ Չեմ կարող ասել արդյոք եկեղեցական կամ կրոնական ավելի ճիշտ մոբիլիզացիա, քրիստոնեական մոբիլիզացիա կլինի ֆունդամենտալ բանի դեմ։ Իսկ այդ դեպքում ֆունդամենտալ քրիստոնեություն չի դիտվի դա։ Ինչ է ֆունդամենտալիզմը։ Ֆունդամենտալիզմը դա ուսմունքի ակունքներին վերադառնալու փիլիսոփայական փորձ է։ Կա նաև քրիստոնեական ֆունդամենտալիզմ, ինչի՞ չէ։ Պրոտեստանտական աղանդների, հատկապես խարիզմատիկ իրենց դրսևորումներով աղանդների 90% հենց ֆունդամենտալիզմի հանրագիտարանային սահմանման տակ են ընկնում, ասում են, վերացնենք եկեղեցին որպես ինստիտուտ, վերադառնանք ու ապրենք այնպես, ինչպես քրիստոնյաները ապրում էին Քրիստոսի կենթանության օրոք դեռ իրենց կոմունաներում, այդ համայնքներում։ Ինչի՞ չէ։ Չգիտեմ, արդյոք դա կլինի, բայց համենայն դեպս կաթոլիկ եկեղեցին, որ հիմնականում կաթոլիկ դավանանքի, չէ, պատկանում, այդ աշխարհն է հիմնականում բան լինում, նույն Աֆրիկայում կաթոլիկներ են։ Կաթոլիկներ, բողոքականներ, քրիստոնյաներ։ Չեմ կարող ասել, իրապես չեմ կարող ասել։ Ավելի շատ աշխարհիկ իշխանությունների եւ ըստ երևույթին աշխարհիկ իշխանությունները իրենց էլի ինչ որ բաներն ունեն, հաշվարկներն ունեն, գուցե, չգիտեմ։ Ես առանձին անհատ վերցված քրիստոնյայի մոտիվացիան եմ փորձում հասկանալ, եթե այսօր որևէ մեկը։ Այդպեսի փորձ չի արվել մոբիլիզացիայի, եթե արվեր, չի բացառվում, որ։ Այսինքն ձեզ այնուամենայնիվ թվում է, որ մենք որպես համընդհանուր քաղաքակրթություն գոյություն
քաղաքակրթություն ունենք դեռ։ Չէ, իհարկե, ոնց չէ։ Որպես ընդհանուր քրիստոնեական քաղաքակրթություն։ Վերադառնանք Թումանյանին, եթերաժամն ավարտին է մոտենում, եկեք ամփոփենք եկեղեցու քրիստոնեության քաղաքակրթության մասին մեր այս երկու հաղորդումը։ Ես խնդրի որ ամենաազդեցիկ ձեզ ամենատպավորած հատվածը կարդայիք այս։ Էլի Իզմիրլյանին անդրադառնամ, Թումանյանը շատ չէ բարձր գնահատականի արժանացրեց, բայց այստեղ նաև հետեւյալն է ասում, որ իհարկե եղան նաև հայհոյողներ, այսպես ասած, Իզմիրլյանին եւ ասենք Ղրիմյանին, ասում է, սակայն ես հասկանում եմ հայհոյողներին եւ քարկոծողներին, նրանք ունեին իրենց հաշիվը, անձնական թե ինչ, վերջապես իրենց հաշիվը նրա համար էին հարձակվում եւ այսօր կարող են միջև անգամ ուրախանալ, որ մեռավ եւ հրապարակավ ուրախանալ։ Թիֆլիզեցի այն քահանայի նման, որի մասին պատմեց Եփրեմ եպիսկոպոսը առաջնորդարանում հավաքված բազմությանը, որ բացականչել է, թե 9 ամիս առաջ պետք է մեռած լիներ։ Խոսքը Իզմիրլյանի մասին է։ Այո, սրանք եւ սրանց նմանները կարող էին հարձակվել ու ասել ամեն բան, բայց այդ ամեն բանի Արչև ինչու էին լռում այն մարդիկ, որ Իզմիրլյանին գիտեին միշտ մաքուր ու ազնիվ, նվիրված ու սրտացավ։ Ինչու էին լռում այդ մարդիկ, ես այդ չեմ հասկանում։ Այսինքն յուրայինները, որ չպաշտպանեցին Իզմիրլյանին։ Եվ այս գիտակցությունն այսօր ծանրանում է շատ շատերիս խղճմտանքի վրա։ Մենք չպաշտպանեցինք նրան, ինչպես չենք պաշտպանում մեր լավ գործիչներից, մեր ազնիվ մարդկանցից ոչ մեկին։ Սա մեր բնութագիրն է, մեր ժողովրդի բնութագիրն է, մեր մտավորականության, այսպես ասած, բնութագիրն է։ Եվ այլն, որ միշտ դագաղների վրա ենք կանգնում եւ ճառեր ասում, թե ինչքան լավ ենք ճանաչում այս մարդուն եւ այլն, բայց երբ որ մարդիկ պաշտպանության կարիք են ունենում, ամեն մեկը մի անկյուն քաշված իր կաշին փրկելով, լինի մտավորական եւ նախ եւ առաջ մտավորական, որովհետեւ Թումանյանը մյուսների մասին չի ասում։ Մտավորականների, որոնք իրենց հոգևոր կամ ոգեղեն էությամբ պարտավոր են պաշտպանել բարին, ազնիվը, բայց փաստորեն ոչինչ չեն անում, ինչպես եւ հիմա չեն անում։ Ես մի փոքրիկ բան էլ ուզում եմ հիշել 5-6 թվականների հայ-թաթարական բախումներից, արդեն 6 թիվներ եւ Ղրիմյանը հիվանդ էր, նա 7 թվին մահացավ։ Թումանյանին իբրև падգամավոր ուղարկում են Էջմիածին, որպեսզի Ղրիմյանին բերի Թիֆլիս, որ հասկանան թե ինչ են անում, պատերազմ է։ Տեսեք, վեհապարին բերում են, որպեսզի իր հայրական հորդորը լսեն։ Թումանյանն ասում է եկա Էջմիածին, Ղրիմյանը պարկած էր հիվանդ, ոչ կարողանում էր շարժվել ոչ բան, ու ես որ պատմեցի թե ինչ է կատարվում հայ-թաթարական սահմաններին, սկսեց բղավել, բավական է, այլ չէր կարողանում այլևս լսել իր ժողովրդի տանջանքների մասին եւ այդ վիճակում մահամերձ Ղրիմյանը վեր կացավ եւ եկավ Թումանյանի հետ գնացքով, ասում է ամբողջ ճանապարհին պարկած էր եւ ամբողջ ճանապարհին իր ժողովրդի տանջանքներով վերստին տանջվում էր, գումարած իր հիվանդության տանջանքները, բայց սա ժողովրդի հոր կեցվածքն էր, որ թեկուզ իր տանջանքների ինքը պիտի գա, հասնի ու տեսնի թե ինչ կարող է անել ժողովրդի փրկության համար։ Այնպես որ, այո, կեցցեներով եկան Իզմիրլյանն ու Ղրիմյանը, Ղրիմյանն ու Իզմիրլյանը, եւ այդ ժողովրդի կեցցեների տակ ընտրողները, որ գուցե ուրիշ հաշիվներ ունեին, ուրիշին ընտրելու, նրանք ոչինչ չկարողացան անել։ Այս ժողովրդի ձայնը սա է։ Սա քաղաքացիական դրսևորման հրաշալի օրինակ է Ղրիմյանի ընտրության ժամանակ եւ 7 թվականից հետո Իզմիրլյանի։ Այսքան հարգելի ռադիոլսողներ, մեր հաղորդումը իր ավարտին մոտեցավ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն, ցտեսություն։